տալը։ Սիրելի հայրենակիցներ, բոլորիցդ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ այսօր եկել եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, որպեսզի պաշտպանենք Հայաստանի քաղաքացու քվեր, որպեսզի պաշտպանենք մեր երկրում ժողովրդավարությունը։ Ես այստեղ տեսա նաև մարդիկ, որոնք թեկնածու չեն եղել, նախընտրելի թեկնածու չեն ունեցել, բայց այսօր հատուկ եկել են, որ ոչ ասեն Նիկոլի քվեագողությանը, ոչ ասեն այն բոլոր կեղծիքներին։ Առիթից օգտվելով դիմում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, դիմում եմ բոլոր իրավապահների, այն բոլոր զինվորականների, աստող 9 տարվա ընթացքում ցանկացած հարցում Նիկոլը որևէ հանցանք կատարելուց միշտ փորձել է հանցակիցներ գտնի, հանցակիցներ դարձնի հազարավորների, որ վաղը դատվելուց մենակ չդատվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնում է Նիկոլի հանցակից, բոլորս զայրացած էին, բոլորս գժված էին, թե 2 օր առաջ Նիկոլի պատվերով կենտրոնական ընտրական հանձնաժողովը գաղթագողի գիշերով ոնց փորձեց պայքարից հանի բարգավաճ Հայաստան կուսակցությանը, գիշերով իբր թե նոր են անդրադարձել, շուտ ասում Վահագն Ակիմյան, ամսի 8-ի լուսաբացին 3:30 այդ բողոքը, որ ուրբաթ օրը քննում էին, արդեն կենտրոնականում էր, բա մի շաբաթ ինչի ձայն չէին անում, թե երբ որ Նիկոլը գժվեց, տեսնելով որ Բարգավաճ Հայաստանն ասնում է խորհրդարան, տվեց իր նախկին լրագրողին, ծեծ կերած լրագրողին հանձնարարություն։ Այսօր Նիկոլը մեղսակից է դարձնում, այստեղից ասում եմ, ռազմական ոստիկանության, զինկոմիսարիատներ, ձեզ, ընտրություններից հետո մի քանի հազար մարդու Հայաստանից ելքի արգել կա, չեն թողնում մեր քաղաքացիները, որպեսզի կարողանան դուրս գալ Հայաստանից, որովհետև իրանց համար 25 օրյա վարժական համակը, բանակում ծառայելը, էդի համարում են պատիժ։ Մեր նախընտրական շտաբը այս օրերին ակտիվ ուսումնասիրության մեջ է։ Նախնական շուրջ 200 տեղամասի արդյունքները, ստորագրությունները համադրելով արդեն կան փաստական տվյալներ, որ սուտ է ասում իշխանությունը, սուտ է ասում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե գաղթի ցուցակով այսքան փլով զինվորական է քվեարկել։ Ոչ, արդեն կան փաստեր, որ զինվորականներին վերապահված քվեարկությանը մի քանի հազար ավել մասնակցություն է եղել։ Այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստով 26 թվականի ընտրությունների խայտառակությունը, դրա քննությունը չի վերջանալու։ Մի օր այն բոլոր պատիժները, բոլոր մեղադրանքները, որ այս տարիներին հավաքվել է Նիկոլի դեմ, ավելանալու է նաև 26 թվի ընտրությունները, որը միայն քարոզարշավով չէ, ամիսներ շարունակ այս իշխանությունը պետական բյուջեի հաշվին կաշառք բաժանեց, շուրջ 650,000, 10,000 դրամով թոշակառուներին, էլեկտրամոբիլների վարորդներին, բիզնեսմեններին շարունակում է կաշառք բաժանել։ Համատարած ամենամեծ կաշառքը, որ երբևէ տեսել է Հայաստանի ընտրական կյանքը, եղել է այս իշխանությունը, եղել է Նիկոլ Փաշինյանը։ Դեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի ժամանակ մտածելու, չի անդուրժելու մեր ժողովուրդը քողացած քվեով, որպեսզի անարդար օրենսդիր իշխանություն ձևավորվի։ Եվ այն բոլոր պահանջները, որ ներկայացնում են այսօր,
տարբեր ընդդիմադիր կուսակցությունների իրավաբաններ կենտրոնական ընտրական հանձնաժողովում պետք է ընդունվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Պետք է ընդունվեն, որովհետև դա ժողովրդի քվեն է, ժողովրդի կամքն է, ժողովրդի ասածն է, եւ ցանկացած մեկը չես մնալու է դուրս գալով ժողովրդի